2003 թվականից, 2008 թվականից մարդիկ դուրս են գալիս, իրենց փողոքի ձայնն են բարձրացնում, որովհետև վիրավորված են։ Ուղիղ 20 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Արամ Մանուկյանի շուրթերով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Այսօրվա հանրահավաքը հայտարարվում է բացված։ Հայաստան, 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 Հայաստան։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, այս օրերին բակերում, գյուղամեջերում, մեր ունեցած հանդիպումների ընթացքում մարդիկ գյուղացի լինեն թե քաղաքաբնակ մի բան են ակնկալում մեզանից։ Նրանք հույս են ուզում, հավատ և վստահություն իրենք իրենց ուժերի և երկրի ապագայի նկատմամբ։ Նրանք վիրավորված են զգում իրենց նվաստացած և անպաշտպան։ Նրանք շփոթված ու մոլորված են իրենց տներում, իրենց բակերում, իրենց հայրենիքում, որովհետև չգիտեն, չեն հասկանում, չեն պատկերացնում, թե ինչ է լինելու իրենց ու իրենց հայրենիքի հետ։ Նրանք ուզում են հաղթահարել անելանելիության զգացումը։ Ես նրանց ասում եմ, քաջալերվեք, քաջալերվեք, որովհետև դուք և ձեր զավակները ապրելու եք ազատ և երջանիկ Հայաստանում։ Բայց ես դա չեմ անում դատարկ հույսեր տալու համար։ Ես դա ասում եմ, որովհետև մենք որոշել ենք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկու տգետ օլիգարխները ժողովրդից թալանածը մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնեն այդ նույն ժողովրդին։ Բոլոր թալանչինները, ինչ ուզում ալինի նրանց անունը, նեմեց, ույղուր, թե ալբանացի։ Մենք որոշել ենք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց սպասարկու հանցագործ օլիգարխները անկախ գլխի տրամաչափից և հաստությունից ժողովրդի դատաստանի առաջ են կանգնելու, անկախ ուրեմն գլխի տրամաչափից և հաստությունից ժողովրդի դատաստանի առաջ են կանգնելու և օրենքի ամենայն խստությամբ պատասխան են տալու Երևանի կենտրոնում Հայաստանի անմեղ քաղաքացիների արյունը հեղելու, տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու, ստորացնելու, նվաստացնելու, ջիպերի տակ տրորելու, ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացնելու համար։ Մենք որոշել ենք օլիգարխիան Հայաստանից պետք է արմատախիլարվի։ Մենք որոշել ենք ավազակապետությունը Հայաստանում
պետք է ոչնչացվի։ Մենք որոշել ենք հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի պայքարել միջև վերջ անմնացորդ տղամարդավարի նվիրումով ու կամքով պայքարել այնքան, քանի դեռ մերից ձեռքերով չեն կերտել մեր հաղթանակը, քանի դեռ հաղթանակի անպարպելի ցնծությամբ չենք լիցքավորել մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր զավակներին։ Մենք որոշել ենք եւ մենք կկատար ենք ածելու մեր որոշումը։ Մենք որոշել ենք եւ մեր որոշումը բեկանման ենթակա չէ։ Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե հայկական հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Հայաստան, 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 Հայաստան։ Այժմ ելույթի համար ձայնը տրվում է համաժողովրդական շարժման ամենապանծալի զավակներից մեկի Տիգրան Խաչատրյանի մայրիկին Ալլա Հովհաննիսյանին։ Տիգրան Խաչատրյանը անբարո ավազակապետության գնդակից զոհվեց 2008 թվականի մարտի 1-ին։ Եվ ես չեմ ասում լռությամբ հարգենք նրա հիշատակը, ես ասում եմ ծափահարենք Տիգրանին, ծափահարենք մարտի 1-ի բոլոր զոհերին։